Այսօր ճանապարհային ոստիկանությունն Ալավերդիում աշխատող անհատ տաքսիստներին հրավիրել է բաժանմունք, առանց որևէ բացատրության բոլորից վերցրել մեքենաների փաստաթղթերն ու վարորդական իրավունքի վկայականները։ Մենք էլ չենք տեղակ, եկան դոկումենտները հավաքեցին, բեինստի, մի ժամ սպասում ենք, ինչ պարզ չի լա, ինչ են ասելու, ինչ են անելու, ասում են սպասեցեք, սպասում ենք, բայց մենք ոչ, դե առաջնում տաքսավատ անելիս ենք էլ, հետո ասել են, որ ետ տվեք, գելակետերը ետ ենք տվել, էլ չենք աշխատում, առաջնում աշխատելիս ենք, էլ չեն թողում, չենք աշխատում, բայց մելի հավաքում են, չգիտեմ ինչի համար։ Գերման Առաքելյանը նախկինում աշխատել է տաքսի սերվիսում, տաքսի ծառայությունների աշխատանքը կարգավորող օրենսդրական վերջին փոփոխություններից հետո սկսել է աշխատել առանձին։ Նոր կարգի համաձայն տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքը չպետք է գերազանցի 10 տարեկանը, սակայն հատկապես Ալավերդու գործազրկության պայմաններում նոր մեքենա գնելու հնարավորություն բոլորը չէ որ ունեն, իսկ շատերի համար դա ընտանիքը պահելու միակ ձևն է։ Ալավերդում դուք էլ լավ գիտեք, որ աշխատանք չկա, էտա միակ ձևն է դա։ Էդ ըմթամ թե ինչ Ալավերդին փոքր տեղ ըմթամ 3 կիլոմետր տեղա 300 ավտո կա։ Սա որ կարող է կանգնես 500 դրամ էլ չաշխատես։ Այս ընտանիքները սրանցով ենք պահում, ոնց ենք պահի, եթե աշխատատեղ չկա Հայաստան, սրանցով, դե ապահով են թող, ես էլ բան չունեմ ասելու։ Թե ինչ է սպասվում ալավերդցի տաքսիստներին, ոլորտի պատասխանատուն Սմբատ Նորեկյանը չցանկացավ ասել, նա հրաժարվեց թե հարցազրույցից, թե մեկնաբանությունից։ Նատալիա Ոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։